Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հիմա ես ուզում եմ վերադառնալ 2018 թվականի մայիսի 15-ին 2018 թվականի մայիսի 15-ին իմ արած մի հայտարարության։ Երբ որ ես ներկայացնում եմ առողջապահության նորանշանակ նախարարին, այս հայտարարությունը նաև տարբեր առիթներով տարբեր տեղերում հնչեցրել եմ։ Ոլորտում արկա առաջնահերթություններից է Հայաստանում բուժ սպասարկման եւ բժշկական օգնություն կարիք ունեցող որևէ անձի համար ապահովել պայմաններ, որ նա չմնա հիվանդանոցների դռներին։ Ես այս հայտարարությունը, հարգելի գործընկերներ, արել եմ 2018 թվականի մայիսի 15-ին։ Հիմա իհարկե մենք բնականաբար ես գալիս եմ խոսելու առողջության ապահովագրության մասին, բայց ես ուզում եմ նաև հարց կհնչի, այս հայտարարությունը արել եմ 2018 թվականի մայիսի 15-ին, բայց չէ առողջապահության ապահովագրությունը մտել 2026 թվականի հունվարի 1-ին, որովհետև մենք ճանապարհ ենք անցել, որովհետև եթե առողջապահության ապահովագրություն ներգրենք 2018 թվականի հունիսին կամ 19 թվականի հունվարի 1-ից առողջապահության համակարգը կփլուզվեր։ Բայց դրանից առաջ մենք ինչ ենք արել։ Մենք նախ պետպատվերի համակարգը փուլ կամած ընդլայնել ենք։ Հաջորդ փուլով օֆերտայի համակարգն ենք ներդրել։ Այդ ընթացքում ամեն անգամ աղմուկներ սոցիալական ցանցերում էլեկտրոնային առողջապահության համակարգն ենք զարգացել։ Հիշում եք աղմուկները, որ վա, ես էլեկտրոնային դեղատոմսեր ես, ինչա, մարդկանց եւ այլն եւ այլն։ Եթե մենք էլեկտրոնային դեղատոմսի համակարգ չունենայինք եւ այդպիսի բարեփոխումներ չունենայինք, այսօր երկինք էլ թռնեինք, չենք կարող ունենալ առողջության ապահովագրության համակարգ։ Եվ բոլոր այն բարեփոխումները, որ ցավոտ են եղել, որ մեզ քննադատել են, այդ ամեն ինչը մենք կներեք բուլդոզերով ճանապարհ ենք հարթում դեպի այսօրվա արդեն իսկ հաստատված անշրջելի իրողություն։ Իսկ այդ իրողությունը մենակ քաղաքական կարգախոս չի։ Ես արդեն ասացի, կյանքի միջին տևողությունը այդ բուլդոզերի աշխատանքի ընթացքում Հայաստանում հասել է 78.6։ Սա դեռ առողջության ապահովագրության համակարգը ներդրված չի, այլ ընդամենը մենք քայլում ենք դեպի այդ ուղղությամբ եւ արդյունքում ինչ ունենք 2017 թվականի համեմատ առողջապահության բյուջեն Հայաստանում Հանրապետությունում 2.6 անգամ աճել է 157%-ով աճել է եւ հիմա հիմնական խնդրեմը, որի մասին մենք սովորաբար խոսում ենք, թե դե կառավարությունը էլի թվերա, որ ասում է, թիվը ասում են, բայց ինչ կապ ունի դա մարդկանց հետ։ Այդ կապը շատ կոնկրետ է։ Ինչալոց ասեմ, եթե հետևում եք, նրանք ովքեր հետևում են մեր մարզային այցերին, դա ամենահաճախ լսվող խոսակցությունն է, երբ որ մարդիկ մոտենում են, երեկ էլ Արարատի մարզում մարդ մոտեցել, ասում է վերջին, ինքը իր ձևակերպումը, ասում է վերջին մի ամսվա մեջ դուք իմ վրա 1 միլիոն դրամի ծախս եք արել։ Ինչ նկատի ունի քաղաքացին։ Ես ուզում եմ ձեզ ասել, օրինակ երեկվա դրությամբ, հունվարի 1-ից մինչև 3 Հայաստանի Հանրապետությունում 439 թոշակառու անձ 65+ տարիքի 439 անձ ստացել է 4 միլիոն դրամ եւ ավելի արժողությամբ առողջապահական ծառայություն։ Հասկանում եք, 439 մարդ պետությունը Հայաստանի Հանրապետությունը այդ մարդու մահճակալի կողքը նստել է եւ 4 միլիոն դրամի ծառայություն համատուցել։ 1133 65+ տարիքի մարդ ստացել է 2 միլիոնից 4 միլիոն դրամ արժեքով ծառայություն։ 4721 մարդ, այս թվերը, նրանք ովքեր այս թվերը կասկածի տակ առնեն,
մենք կարող ենք անուն ազգանուններ, չէ, մի րոպե, բժշկական գաղտնիք, բժշկական գաղտնիք, հա, բայց մեծ հաշվով, այո, կարող ենք քննիչ հանձնաժողով օրինակ, եթե մի հատ հրատապ ձևավորվի, գույս ունենք մեր ընդդիմությունը, եթե ուզում է, մի րոպե, որը ասցի, 1133 մարդ, 2 միլիոնի 4 միլիոն դրամի ծառայություն, 4721 մարդ 65 պլյուսների մասին եմ ես հիմա միայն խոսում, 1 միլիոնից 2 միլիոն դրամի արժողությամբ ծառայություն, 9129 մարդ 500,000-ից 1 միլիոն դրամ արժեքի բժշկական ծառայություն, 41286 մարդ 100,000 դրամից 500,000 դրամ առողջապահական ծառայություն, 41356 մարդ 50,000-ից 100,000 դրամ արժեքով առողջապահական ծառայություն, 141,566 մարդ մինչև 50,000 դրամի առողջապահական ծառայություն։ Այստեղ տարբեր հիմնականում վերջին սեգմենտը դեղերն են եւ փոքր կոնսուլտացիաներ, հետազոտություններ եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ընդհանուր առմամբ 3 ամսվա մեջ մենք 34 միլիարդ 110 միլիոն դրամ ծառայություն ենք մատուցել 239,630 65 պլյուս տարիքի անձանց։ Ուզում եմ ձեզ ներկայացնել նաև սոցիալական ամենատարբեր խմբերի ստացած ծառայությունների վիճակագրությունը։ Մասնավորապես սոցիալական տարբեր խմբերի անապահով, հաշմանդամություն ունեցող անձ եւ այլն եւ այդպես շարունակ։ 153 անձ ստացել է 4 միլիոն դրամ եւ ավելի առողջապահական ծառայություն։ Հաշմանդամություն ունեցող կամ աղքատության կամ ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մարդը Հայաստանի Հանրապետությունում ստացել է 4 միլիոն դրամ պլյուս արժեքով ծառայություն, 153 այդպիսի մարդ։ 236 այդպիսի մարդ ստացել է 2 միլիոնի 4 միլիոն դրամի այդպիսի առողջապահական ծառայություն, 1097 մարդ այդ սոցիալական տարբեր խմբերի 1 միլիոնից 2 միլիոն դրամ ծառայություն, 2152 մարդ 500,000-ից 1 միլիոն դրամ ծառայություն, 12661 մարդ 100,000-ից 500,000 դրամի առողջապահական ծառայություն, 9890 մարդ 50,000-ից 100,000 դրամի առողջապահական ծառայություն, 41401 մարդ մինչև 50,000 դրամ առողջապահական ծառայություն։ Այսինքն ես հիմա հասկացա, որ ինձ չի հաջողվի, եթե ես հիմա մենակ առողջության ապահովագրության մասին խոսեմ, ելույթը կավարտվի։ Հիմա այստեղ առողջության ապահովագրության հատվածը ընդհատում եմ եւ անցնում եմ ուրիշ կենսաթոշակների բարձրացմանը։ Հարգելի գործընկերներ, հաճույքով եմ արձանագրում, որ մենք կենսաթոշակառուների սոցիալական ապահովության ոլորտում ունենք պատմական նվաճում։ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կենսաթոշակառուների կողմից ստացվող եկամուտը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը, որը կազմում է 61760 դրամ վերջին տվյալների համաձայն։ Մենք թոշակները բարձրացրել ենք եւ մեր թոշակառուները նույնիսկ մարզային այցերի ընթացքում իրենք են հաշվարկներ անում։ Իմիջիայլոց ուզում եմ ասել, որ նվազագույն սպառողական զամբյուղի մեջ, հաշվարկի մեջ 6000 դրամ առողջապահական ծախսերն են։ Այսինքն, այս էլ եթե այն արդեն մի կողմ դրեցինք, իհարկե 63-ից 65 տարեկանների համար այլ հաշվարկագործում։ Բայց այս էլ ինչի ենք մենք հեղափոխությունից 8 տարի անց այս նվաճումը արձանագրում, որովհետև մենք հետևողականորեն գնացել ենք այս ճանապարհով։ Մենք նախ նվազագույն թոշակն ենք կրկնապատկել 2019 թվականին։ Հետո մենք հաջորդ քայլով
նվազագույն կենսաթոշակը համապատասխանեցրել ենք նվազագույն պարենային զամբյուղին, որպեսզի համոզված լինենք, որ Հայաստանի Հանրապետությունում պատկերավոր ասած սոված թոշակառու չկա։ Հիմա մենք դա ապահովել ենք նաև նվազագույն սպառողական զամբյուղը եւ սա հիրավի պատմական ձեռքբերում է թոշակառուների սոցիալական ապահովության ոլորտում։